Արդեն երկրորդ անգամ Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը հանդես է գալիս հունական հեղինակավոր Մեգարոն համերգասրահում, այս անգամ արդեն Սալոնիկում, աշխարհի հնչյունները Հայաստան խորագրով համերգը նվիրելով հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։ Հիշատակի համերգն իրականացվել է Հունաստանում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և Հովնանյան ընտանիքի հիմնադրամի աջակցությամբ։ Սալոնիկի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորական վահանակի առջև ֆրանսիացի հայտնի դիրիժոր Ֆիլիպ Ֆորժեն էր։ Համերգային ծրագրի առանցքային ստեղծագործությունը Խաչատրյանի կոնցերտը դաշնամուրի և նվագախմբի համար։ Դեսպան Մկրտչյանը խորհրդանշական է համարում, որ հիշատակի համերգը նշանավորվեց Խաչատրյանի դաշնամուրային գլուխգործոցի Հայկ Մելիքյանի վիրտուոզ կատարմամբ։ Առաջին անգամ Սալոնիկի պետական նվագախումբը կատարեց Արամ Խաչատրյանի դաշնամուրի հրաշալի կոնցերտը, որը խորհրդանշում է ինչ-որ առումով նաև ցեղասպանությունից վերապրած ժողովրդի և վերել կապրող ժողովրդի տվյալ պահի իրավիճակը։ Եվ Հայկ Մելիքյանի կատարմամբ այսօր այստեղ կատարումը եւս հերթական անգամ ընդգծում է, որ չնայած այն կամքին, որ ունեն ցեղասպանություն իրականացնողները, հայ ժողովուրդը չի վերացել, հայ ժողովուրդը շարունակում է գործել, ստեղծագործել իր հայրենիքում Հայաստանի Հանրապետությունում։ Մայստրո Ֆորժեն, որ առաջին անգամ էր ղեկավարում Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը, մեծապես ոգեշնչված էր հայ մեծ կոմպոզիտորի երաժշտական հանճարով և դաշնակահարի բացառիկ մեկնաբանությամբ։ Առաջին անգամ եմ անդրադառնում Խաչատրյանի երաժշտությանը, ամենից առավել կարևորում եմ նրա երաժշտության կառուցվածքը, որը լի է խնդությամբ, պարային մոտիվներով, վառ գույներով և ռիթմային հարստությամբ։ Այն շարունակ երգում է, երբեմն թեժորեն այրում։ Սա միաժամանակ հրաշալի հնարավորություն է միասին տոնելու ստեղծագործության երաժշտականությունը մենակատարի վիրտուոզության միջոցով։ Հայկ Մելիքյանը մեծ երաժիշտ է և հատկապես շատ եմ սիրել, թե ինչ առանձնահատուկ գույներով են ամեկնաբանում կոնցերտի երկրորդ մասը, երանգների խտությամբ, յուրահատուկ ինտենսիվությամբ։ Հանդիսատեսը տևական և շռայլ ծափողջույններով չէր թողնում, որ Հայկ Մելիքյանը հեռանա բեմից։ Ի պատասխան երաժիշտը հնչեցրեց Կոմիտասի հոգեթով Շուշիկին, բազմապատկելով հայկական երաժշտարվեստի մոգական տպավորությունը օրվա համերգային ծրագրում։ Շատ ոգևորված եմ այսօրվա համերգից, նախ որպես արտիստ, քանի որ շատ ջերմ ընդունելության արժանացա հույն ունկնդրի կողմից և կարևորում եմ այն փաստը, որ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համերգին որպես հայ իմ ներդրումն ունեցա այս համերգի ընթացքում։ Համերգային ծրագիրն ու խաչատրյանական դաշնամուրային կոնցերտի կատարումը, հանդիսասրահը, հույն երաժշտասերները, դիվանագետներ և պաշտոնյաներ ընդունեցին անընդմեջ հոտնկայս ծափողջույններով, վերստին գնահատելով հայ երաժշտական տաղանդը։ Նոնե Ալեքսանյան, լուրեր։